նախորդ ադմինիստրացիայից Նենսի Փելոսի այցելությունը Հայաստան եւ համեմատեցի, որ նմանություն կա, ես հիշեցնեմ, որ Նենսի Փելոսին Հայաստան այցելեց իր աղմկահարույց Թայվան այցելությունից անմիջապես հետո եւ նաեւ Ուկրաինա էր այցելել, այսինքն ինքը այս 3 կետերով մատնանշում էր այն կարևորագույն Եվրասիայում կետերը, որոնք Միացյալ Նահանգների համար ունեն ռազմավարական նշանակություն։ Հիմա եթե դուք նայեք Վենսի այցելությունները կնկատեք, որ ինքը Եվրազիայում այցելել է Հնդկաստան, այցելել է Փարիզում արհեստական բանականության նվիրված կոնֆերանս է, էլի աղմկահարույց, Գերմանիա է այցելել եւ Հայաստան։ Ուրեմն Հայաստան եւ Ադրբեջան։ Հիմա այս արդյոք սա նորից չի խոսում այն կարևորության մասին, որը տարածաշրջանը, այդ թվում Հայաստանը ունի Միացյալ Նահանգների էլիտայի համար, խորքային էլիտայի համար, անկախ իրենց կուսակցական կարևորությունից։ Եվ սա կապված է Չինաստանի հետ անկասկած, որտեղ Չինաստանի հետ այսպես ասած մրցակցությունը նոր փուլ է մտել եւ դա կապված է նաեւ այս արհեստական բանականության շռնդալի զարգացման հետ, որը շատ արագ փոփոխում է ամբողջ տնտեսակարգը եւ քաղաքական եւ ռազմավարական ամեն ինչի վրա ազդեցություն է ունենալու եւ տեսեք, որ այդ պարագաներում Հայաստանին Ամերիկան առաջարկել է ստեղծել արհեստական բանականության գործարան, որը տարածաշրջանում միակն է, այսինքն երբ որ ես ասում եմ տարածաշրջան, նկատում եմ հարավային Կովկաս եւ կենտրոնական Ասիա։ Եվ ավելին, հիմա էլ արդեն երկրորդ բանը ասեցին, որ միջուկային էներգետիկայի զարգացման ծրագիր է Միացյալ Նահանգները առաջարկելու, որի մասին մենք լսել էինք փոքր միջուկային կայանների ձևով, հիմա դա արդեն սկսում է շատ ավելի ռեալ դառնալ։ Այս հանգամանքը եւ նաեւ այն ինչ որ Ադրբեջանին է առաջարկում, դա էլ նկատի ունենանք, տեսեք առաջարկում են ինչ որ բաճկոններ ռազմական եւ ինչ որ նավակներ, որոնք պիտի Կասպից ծովում տեղադրվի։ Ուրեմն տեսեք, որ անհամեմատելի առաջարկներ են, այսինքն Հայաստանին Միացյալ Նահանգները այս պահին, այո, իրենք որոշակի մանևր են կատարում, որովհետեւ դեռ Իրանի խնդիրը բաց է, ինչ զարգացում կստանա, այստեղ սցենարներ են հնարավոր, մենք դրա մասին կարող ենք առանձին խոսել, բայց քանի դա դեռ չկա, Միացյալ Նահանգները այսօր հստակորեն ասում է, որ այս գոտին իր հետաքրքրությունների մեջ է եւ ոչ մի թուրքական ծրագիր այստեղ չի կարող գերազանցություն ունենալ առանց իրենց որոշումների։ Ավելացնեմ, որ Վրաստանում, չնայած ինքը Վենսը չի մեկնելու Վրաստան, բայց վերջի տարիների համար շատ զարմանալի զարգացում է տեղի ունենում, Վրաստանի ուրեմն վարչապետը առաջարկել է վերսկսել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները եւ այստեղ արդեն խոսում են այն մասին, որ Անակլիայի հայտնի նավահանգիստը, որը տրվել էր Սինգապուրա-չինական տնօրինության, խոսք է գնում նրա մասին, որը պետք է հետ վերցվի, որտեղ ամերիկացիները դրա հետ համաձայն չեն, եւ անգամ ռազմական բազայի մասին է խոսք գնում Վրաստանում։ Հիմա տեսեք, որ ես ուզում եմ ասել, Վենսի այցելությունը դա ամբողջ այս տարածաշրջանի կարևորության մասին է խոսում Ամերիկայի համար, իրենց գլոբալ ստրատեգիայում, որը կապված է Չինաստանի հետ։ Եվ իրենք այս խնդիրը մեր համար իհարկե դրական այսօր վիճակ է առաջացնում, որովհետև մենք վտանգված էինք Սյունիքում թուրքական հարձակումով, թուրքա-ադրբեջանական հարձակումով, եւ դրա մասին մենք բացահայտ խոսում էինք, չէ՞, անցյալ տարի որ պիտի Գարնանը հարձակում լիներ։ Այս պահին դա չեզոքացվել է Միացյալ Նահանգներին, իհարկե մենք երաշխիքներ չունենք այսօր, եւ այդ երաշխիքները թրիփի համաձայնագրով չկան, այն ինչ որ դրա շուրջ ստորագրվել է, այդ համաձայնագրով չկա երաշխիք, բայց մենք ունենք ժամանակավոր, այսպես ասած, խաղաղություն։ Հիմա եթե խոսեինք այդ թրիփի մասին, նաեւ երկու խոսք ասեի, ես կարծում եմ, որ մեր խնդիրը, մեր դիվանագիտության խնդիրը, պետք է հայկական դիվանագիտության խնդիրը լիներ ստեղծել հայ-ամերիկյան կառավարական մարմին, որ պետք է կառավարեր այդ տարածքում։ Այդ դեպքում դա կլիներ այն ճիշտ լուծումը, որը երաշխիքներ կստեղծեր, որը ի վերջո պիտի հանգեցներ Հայաստանի որպես
Միացյալ Նահանգների ոչ ՆԱՏՕ գլխավոր դաշնակից դառնալուն ի վերջո, բայց ցավոք սրտի դա մասնավոր ընկերությունների է հիմա հատկացվում եւ դա այդ կարծում եմ որ այստեղ է որ քննադատության պետք է արժանանա այդ համաձայնագիրը, ոչ թե հայ-ամերիկյան կառավարման պատճառով, որտեղ այսօր այդ հայ-ամերիկյան կառավարումը օգտակար է Հայաստանին, որովհետեւ դա որոշակի զսպում է ախորժակները թուրքական։ Ուրեմն Վենսի ամբողջ վերադառնալով ձեր հարցին, Վենսի այս այցելությամբ իրենք եւս մեկ անգամ ընդգծում են այս տարածաշրջանի իրենց համար ունեցած ռազմավարական նշանակությունը ամբողջ Եվրազիայում։ Եվ սա դրական զարգացում է։ Ռուսաստանը պատրաստվում էր Ուկրաինայի հետ պատերազմին եւ ինքը շատ լավ գիտակցում էր, որ Եվրոպան փակվելու է եւ իրենց համար այլ ճանապարհներ են պետք դեպի միջերկրական ծով եւ Թուրքիան իրենց համար ստանում էր շատ ավելի կարեւոր նշանակություն, քան երբևէ։ Եվ իրեն Թուրքիայի նեյտրալությունը եւ ճանապարհ էր պետք դեպի Թուրքիա։ Եվ այդ ճանապարհը դրա համար իրենց այդ Լավրովյան ծրագրով իրանք փաստորեն ճանապարհ էին բացում եւ այդ համաձայնագիրը ինչ որ եղավ նոյեմբերի 9-ի այդ նպատակն էր հետապնդում, որ ռուսները փաստորեն իրենց ճանապարհը կապահովեն։ Եվ դրա համար իրենք հանձնեցին եւ Ռուսաստանի ռազմավարությունը։ Հայաստանը գտնվում էր ռուսական ազդեցության գոտում, դա հստակ էր։ Եթե հիշում եք, այն ժամանակ էլի Տրամպի օրոք էր, եթե չեմ հիշում, եթե չեմ սխալվում, որ առաջարկվեց սկանդինավյան խաղաղապահներ բերելու առաջարկ էր, որը մերժեց Նիկոլ Փաշինյանը, ասելով որ բանը ռուսերեն խոսել գիտեն հայերը, դրա համար ավելի լավ է ռուսները գան այդտեղ։ Հիշում եք դա։ Այսինքն այն ժամանակ մերժվեց այն ծրագիրը, որը առաջարկվել էր սկանդինավյան խաղաղապահների։ Հիմա պատերազմը եւ Թրամփի ուղին Միացյալ Նահանգների ռազմավարությունն է։ Դրանից հետո Ռուսաստանը նահանջել է ոչ միայն Անդրկովկասից, հարավային Կովկասից, այլև Սիրիայից է փաստորեն նահանջել։ Այսինքն Ռուսաստանը գնալով խրվել է ուկրաինական այդ ճահճի մեջ եւ բնականաբար հիմա Միացյալ Նահանգները արդեն ավելի ակտիվ կարողանում է տարածաշրջան մտնել։ Այսինքն Թրամփի ուղին ոչ թե 2020 թվականից է սկսվում, այլ ստեղծված իրավիճակում լավ օգտագործել պահը նշանակում է Միացյալ Նահանգների կողմից, արտադրյալ երկրորդը վակուումը առաջացել էր, այդ վակուումը թուրքերը մտադիր էին լցնել իրենց թուրանական այդ ծրագրով, բայց բնականաբար տեղեկացություններ առաջացավ Աբրահամյան ծրագրի հետ, դրա համար սկսվեց Գազայի պատերազմը եւ լարվեց Իսրայելա-թուրքական հարաբերությունները, հետո Թրամփի ծրագրի գլխավոր ճարտարապետները եղավ Ռաբի Լայթհաուսը, որը թռավ Երևան եւ Բաքու եւ համաձայնության հանգեցրեց, որպեսզի այդ պայմանագիրը կնքվի Ամերիկայում։ Այստեղ հստակ երևում է իսրայելա-ամերիկյան եւ թուրքական շահերի բախում, որի մասին շատ չի խոսվում։ Բայց Աբրահամյան ծրագրի մասին բարձրաձայնված արդեն Աբրահամյան ծրագրի համաձայնագիր 2.0 տարբերակով, ոչ թե առաջի, այլ երկրորդ, որտեղ արդեն Կենտրոնական Ասիայի երկրները նույնպես պիտի ներգրավեն եւ նաեւ Իրանին է առաջարկել Թրամփը, իհարկե ռեժիմի փոփոխությունից հետո։ Եվ այդտեղ տեսնում ենք, որ կա լուրջ հակասություններ ամերիկա-իսրայելական եւ թուրքական կողմի միջեւ։ Սրանք այս հնարավորությունը ինչպես որ այդ հեքիաթի մեջ կա, չէ, որ չարի վերջում երկու ուժերի արանքում փրկվում է կկոն, չէ, այդ խնդիրը մենք կկվի վիճակում էինք հայտնվել մեր պատերազմից հետո 20 թվականին։ Լրիվ կկվի վիճակ էր, սուբյեկտություն զուրկ, որին ով ասես, ինչ ասես կարող է թելադրի, բայց այստեղ կանի որ ուժերի հակասություն կա, այդ հակասության մեջ հնարավորություն է առաջանում, որ նորից Հայաստանը կարողանա սուբյեկտայնության ինչ-որ երանգներ ստանալ եւ կամած հատկապես իրանյան զարգացումներից հետո, որից հետո մենք կարող ենք ենթադրել, որ Հնդկաստանից դեպի Սևծով անցնող փաստորեն գլխավոր ճանապարհը արդեն անցնելու է Նախճեվանով, Հայաստանով եւ դեպի Վրաստանի նավահանգիստները։ Այստեղ սուբյեկտայնության անգամ արտաքին դրսևորումները, որ մենք տեսնում ենք, չէ, ասենք, երբ որ հանդիպումներ են լինում Նիկոլ Փաշինյան, Ալիև, Տրամփ, չէ, այդ հանդիպումներում անգամ երևում է, որ ասենք Հայաստանը սուբյեկտայնություն չունի։
անգամ անզեն աչքով ես տեսնում, որ այդտեղ այն մանկամտությունը, որով ասենք Նիկոլը մասնակցում է այդ հանդիպումներին, իր շարժումները, եւ նաեւ Ալիևի շարժումները, հա, համեմատեք իրար, տեսեք, այդտեղ սուբյեկտով է, օբյեկտով է, երբ որ ասենք Ալիևին բան են անում, ասենք ինքը համաձայնվում է Ալիևի ասածների հետ, այսինքն որպես ածանցյալ կամ Հայաստանի նախագահը գնում է Դավոսում Ալիևին շնորհակալություն է հայտնում։ Այս ամեն ինչը սուբյեկտանության բացակայության մասին է խոսում։ Մենք ուղղակի այսպես քամու բան փոթորիկի մեջ տաշեղի նման շարժվող մի հատ նավի մեջ ենք գտնվում, բայց բարեբախտաբար Աստված մեր հետ է։ Մենք խոսում ենք մեծ մերձավոր արևելքի մասին, ճիշտ է, Հայաստանը արդեն մտել է մեծ մերձավոր արևելք, ուրեմն մեր տրամաբանությունը, որը մենք պիտի գնահատենք, դա պետք է լինի նոր կոնֆիգուրացիաների առաջացումը մերձավոր արևելքում, չէ՞։ Եվ այդտեղ է, որ մենք տեսնում ենք, որ առաջանում են նոր դաշնակցային հարաբերություններ, նոր առանցքներ, ինչպես օրինակ Թուրքիա, Պակիստան, Սաուդյան Արաբիա, եւ Հնդկաստան, Իսրայել, Հունաստան, Կիպրոս առանցքը։ Եվ այս հակասությունը ակնհայտ է մերձավոր արևելքի նոր ճարտարապետության համար, սա լուրջ հակասություն է, որը տեսնում ենք Սիրիայում, օրինակ քրդերի այս վերջին զիջումները, որ Սիրիայում տեղի ունեցան, նաև դիմադրությունը քրդերի, չէ՞։ Այս ամեն ինչը խոսում է այն մասին, որ մենք ավելի մեծ շախմատային տախտակի մեջ ենք, քան Թուրքիա, Ադրբեջան հարաբերությունը։ Մեր կողքը մի հսկա կա, քնած հսկա է, դա Իրանն է։ Իրանը իր ռեսուրսներով, իր այսպես լոգիստիկ կարևորությամբ ամենակարևոր երկիրն է Եվրազիայում, որտեղ Չինաստանից Եվրոպա գնացող 3 ճանապարհներ կան ընդամենը, մեկը Ռուսաստանի վրայով, որը փակվեց Ուկրաինայում, մյուսը Կասպից ծովի վրայով Ադրբեջանով եւ Վրաստանով, երրորդն էլ Իրանն է։ 3-ից ավել չի։ Այդքան կարևոր է Իրանի լոգիստիկ կարևորությունը Եվրազիա, ամբողջ Եվրազիայում։ Հիմա երբ որ մարդիկ ասում են մենք այլ ճանապարհ չունենք, Թուրքիա եւ Թուրքիան եւ իրենք կարծես Իրանը Հայաստանի սահմանակից երկիր չլինի եւ կարծես չնկատեն թե Իրանում ինչ է կատարվում վերջին մի քանի տարիները եւ ամբողջ մերձավոր արևելքում։ Իրանը 40 տարի է որ փակված վիճակում է հայտնվել։ Մինչեւ այդ շահի ժամանակ ինքը Իսրայելի դաշնակից երկիր էր, Միացյալ Նահանգների դաշնակից երկիր էր։ Ես չեմ ասում անպայման դաշնակից դառնա Իրանը, բայց ինքը դեպի արևմուտք բացվելու հսկա հնարավորություններ ունի։ Բայց եթե ոչ թե բացվի, այլ փակվի ընդմիշտ։ Ուրեմն, եթե մյուս սցենարը, որ կարող է լինի, դա քաոսի սցենարն է, որ Իրանում, ասենք, քաոս առաջանա, քաղաքացիական պատերազմի տեսքով, սեպարատիզմի տեսքով, ինչ որ առաջանան նոր պետություններ եւ այլ։ Գիտեք ինչ, Իրաքում Միացյալ Նահանգները արդեն տեսել է դա, թե այդ քաոսից ինչ է ծնվում։ Ընդ որում Իրաքը մի քանի անգամ ավելի փոքր երկիր էր, քան Իրանը, ճիշտ է։ Իրանի 90 միլիոն բնակչության մեջ այդ քաոսը ստեղծել, դա նշանակում է ամբողջ մերձավոր արևելքը քաոսի վերածել։ Եթե քաոսի ստրատեգիան է ընտրել Միացյալ Նահանգները, դա պիտի լինի կառավարելի քաոս, չէ՞։ Անկառավարելի քաոս ոչ ոք չի ուզում ստեղծել։ Կա, այդպիսի ստրատեգիա կա, կոչվում է կառավարելի քաոս, բայց դու կարող ես 90 միլիոնոց երկրի քաոսը կառավարել։ Ոչ։ Հենց դրա համար այն նրբությունը, որով պատերազմը կատարվեց 12 օրվա, հա, գետային հարվածներ, անհատական մարդկանց ընդամենը ոչնչացնել եւ այլն, դա խոսում է այն զգուշության մասին, որը Միացյալ Նահանգները մոտենում է Իրանում տարածքային ամբողջականությանը, թույլ չտալու համար, որ այդ երկիրը հանկարծ քաոսի վերածվի, որտեղ այդ քաոսը կառավարելի քաոս չի լինի։ Սա իհարկե իմ ենթադրությունն է եւ իմ ընկերների ենթադրությունն է, բայց դա ես չեմ կարծում, որ հիմքեր չունենք մենք այդպիսի ենթադրություն անելու։ Այո, քաոս ստեղծել Իրանում, այդ ամբողջ Եվրազիայում այդ քաոսը կտարածվի եւ հայտնի չի թե ոնց պիտի կառավարես, որտեղ պիտի կառավարես։ Հիմա ավելի հավանական է այն, որ Իրանը դուրս է գալիս այդ սանկցիաների ռեժիմից 40 տարվա, այնտեղ հավանաբար հեղաշրջման նման մի բան պիտի տեղի ունենա, որ արդեն այսօր իրական իշխանությունը Լարիջանի ձեռքում է հայտնվել, որը աշխարհիկ անձնավորություն է, չնայած կապեր ունի, եղբայրն էլ այաթոլլա է, բայց ինքը կարող է, այսպես կոպիտ ասեմ, Դեն Սյաոպինի դեր կատարել այդ երկրում,
Սա իհարկե լավագույն սցենարներից մեկը կարող է լինել նվազ ցնցումներով Իրանում փոփոխություններ անելու, բայց որ աշխարհիկ փոփոխություններ ավելի կրոնականից դեպի աշխարհիկ իշխանությունների անցում կպիտի կատարի այդ երկիրը արդեն ակնհայտ է, որտեղ տնտեսության առումով ահռելի վատ վիճակում է գտնվում, քաղաքական առումով հեղինակություն չունի փաստորեն այսօրվա իշխանությունը, փոփոխություններ պետք է լինեն Իրանում, ամբողջ հարցը թե ինչ ձևով պիտի լինի, արդյոք ռազմական որթևը պետք է վերցնի իշխանությունը, ասենք հեղափոխության պահապանները կվերցնեն, թե բանակը կվերցնի, այդ հարցերը դեռևս պարզ չի, ինչպես կդա, բայց այն որ պիտի մեծ փոփոխություններ լինեն եւ այդ փոփոխություններից հետո Իրանը պիտի բացվի դեպի արևմուտք եւ ռեսուրսների իմաստով արդեն իրենք բացահայտ այսօրվա ռեժիմը խոսում է արևմուտքի հետ այդ ռեսուրսները համատեղ մշակելու օգտագործելու մասին իսկ նոր իշխանությունը կամ նոր փոփոխություններից հետո շատ ավելի բաց պիտի լինի դա լոգիստիկ իմաստով Հնդկաստանի այդ հայտնի նավահանգիստը որը ամերիկացիները սանկցիաների չընթարկեցին չէ որը Չարբահարում ստեղծվել է ինչի համար է ստեղծվել որ այդ ամեն ինչը դեպի հյուսիս գնացող ճանապարհներին սպասարկի չէ որ գիտեք այսօրվա աշխարհում բեռները որոնք հիմնականում սպասարկում են ծովային ճանապարհներով 80% ծովային ճանապարհում վերահսկում է Միացյալ Նահանգները Չինաստանը ձգտում է այդ ամբողջը ցամաքային ճանապարհներ ստեղծելու որպեսզի դուրս գա այդ վերահսկողությունից մինչև 2050 թիվը բեռնաշրջանառությունը պիտի մոտ 300%-ով ավելանա պատկերացնում եք ինչ թվեր են Ծովային ճանապարհով չես կարող դա տեղափոխել։ Ուզած ցամաքայինով պիտի տեղափոխես։ Որտեղ Սուեզի, ասենք, միջանցքը այդքան տարողություն չունի եւ այլն։ Ուրեմն նոր, այսպես ասած, ցամաքային Սուեզի ջրանցքներ պիտի ստեղծվեն։ Դա մի ճանապարհը դա Հնդկաստանից Սաուդյան Արաբիայով պիտի գնար Իսրայել, գիտեք որ հիմա դա փաստորեն Թուրքիան դրա դեմ էր։ Թուրքիան ինքը ուզում է բացել դեպի Իրաք գնացող երկաթգիծ ստեղծել, Պարսից ծոց գնացող, բայց Թուրքիային Իսրայելը կթողի, Միացյալ Նահանգները կթույլ տան, ավելի ձեռնտու չի իրենց համար, իրանց կառավարման, իրանց վերահսկողության տակ ցամաքային ճանապարհը Իրանով, Հնդկաստանից եկող ճանապարհը դեպի Եվրոպա բերել եւ կառավարել հենց հարավային Կովկասով։ Ես կարծում եմ այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք, դա ժամանակավոր իրավիճակ է, Իրանի փոփոխություններից հետո կտրուկ փոփոխություններ են լինելու եւ այդ դեպքում Թրիփի այդ ծրագիրը ավելի շատ Նախճեվանի վրա աշխատող ծրագիր է լինելու, որպեսզի Նախճեվանը բացվի դեպի Սևծով, քան թե հենց Մեղրի ծրագիր որպես, որովհետեւ դրանով Պարսից ծոցը կկապվի Հնդկաստանը կկապվի Եվրոպայի հետ, որը գիտեք որ Միացյալ Նահանգների համար հիմնական դաշնակից դառնալու հեռանկարը ունի Չինաստանի դեմ։ Իսկ իրեն համար անհրաժեշտ է այդ ճանապարհների բացելը։ Աբրահամյան ծրագիրը եւ այդ համաձայնությունները պատահական չեն։ Դրանք մտածված ստրատեգիա են եւ դրա համար եմ ես ասում որ Աբրահամյան ծրագրի նոր տարբերակում Թուրքիան չկա, իսկ Իրանը կա։